Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքյան, ավարտվեց Մյունխենյան անվտանգային համաժողովը, հնչեցին տարբեր ելույթներ, Մարկո Ռուբիան խոսեց այնտեղ, Գերմանիայի կանցլեր Մերցը խոսեց, նաև եվրոպական դիվանագիտության տարբեր ներկայացուցիչներ շատ կարևոր հայտարարություններ արեցին։ Դուք ինչով հիշեցիք, ինչով է հիշվելու ձեզ այս կոնֆերանսը եւ հարցս այսպես ձևակերպեմ, ինչով է տարբերվում նախորդ կոնֆերանսից։ Երևի տարբերությունը հետեւյալն է, նախորդ կոնֆերանսում Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը հանդես եկավ եվրոպակորցան հայտարարություններով եւ եվրոպացի գործընկերներին առաջարկեց հասկանալ, որ աշխարհը փոխվում է եւ իրենք պետք է փոխվեն եւ Միացյալ Նահանգները արդեն փոխվելու ճանապարհին են։ Այս համաժողովը կարող ենք դիտարկել որպես այդ փոփոխության արձանագրում, այսինքն եթե նախորդ տարի եվրոպացիները անակնկալի եկան եւ տարակուսած էին եւ երեթե վախեցած, այս տարի արդեն համակերպել են իրողությունների հետ, հասկացել են, որ այդ դարձի ճանապարհ չկա, նրանք թողնված չեն բախտի քմաջույքին, բայց իրենց պատասխանատվության մակարդակը էապես աճել է, հատկապես հենց իրենց իսկ անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, բայց դա չի նշանակում ամենևին, որ նրանք պետք է Միացյալ Նահանգների կողմից վարվող քաղաքականությանը ընդդիմանան եւ խոչընդոտեն դրան։ Եվրոպացիները այս անգամ փորձեցին այդ իրենց նոր ինքնուրույն դիրքերը ուրվագծել եւ անվտանգային ոլորտում հատկապես, բայց իհարկե կա կարևոր տարաձայնություն, որը վերաբերում է Ուկրաինային եւ այդ տարաձայնությունը վերաբերում է նրան, որ եվրոպական գործընկերները ցանկանում են, որպեսզի Ռուսաստանը գնացի չունների, Պաշտոնական Վաշինգտոնը գտնում է, որ Պաշտոնական Կիևը պետք է համապատասխան հետևություններ անի, հաշվարկի իր ունեցած կորուստները, ապագա կորուստները, հասկանա, որ ինքը բավարար չափով զորեղ չէ, որպեսզի ընդդիմանա ռուսական առաջխաղացմանը եւ գնա զիջումների։ Այսինքն եվրոպացիները, Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները զիջողի դերում տարբեր սուբյեկտներ են դիտարկում։ Եվ այդ առումով ուշագրավ է իհարկե նաև այն, որ Հունգարիայի վարչապետը հանդես եկավ Ուկրաինայի Եվրամիություն մոտ գործելու իր արգելքը կրկին բարձրաձայնելով, այնտեղ մի թեթև վիճաբանություններ, այսպես ոչ անմիջական, բայց բոլոր դեպքերում մի շարք Եվրամիության անդամ պետությունների դիրքորոշումը ավելի մերձ է Միացյալ Նահանգներին, քան Եվրամիության հիմնական առանցքային դերակատարներին եւ այսպեսով նաեւ կարող ենք նախանշել, որ բուն Եվրամիության ներսում ճեղքվածքը, որ այսպես տեսանելի էր տեսականորեն, այժմ գործնական ձև է ստանում եւ թերևս կխորանա։ ԵՄ ներսում ճեղքվածքը ԱՄՆ-ի կողմնակիցների եւ եվրոպական անկախ քաղաքականության, եվրոպական պրո-ուկրաինական քաղաքականության կողմնակիցներ, որտեղ դեռևս եվրոպական անկախ քաղաքականությունը որպես այդպիսին ձևավորված եւ ձևակերպված չէ։ Կան վարվող քաղաքականության հետ կապված անվտանգային ոլորտի հատկապես տարաձայնություններ Վաշինգտոնի, Բրյուսելի միջև, իսկ Եվրամիության անդամներից ոմանք նախընտրում են աջակցել նախագահ Թրամփի դիրքորոշումներին եւ այդ մասին բարձրաձայն ասում են, անշուշտ դրա համար նաեւ ստանում են Միացյալ Նահանգների ղեկավարի բարեհաճ վերաբերմունքը եւ դրանից բխող որոշակի տնտեսական առավելություններ։ Պարոն Մելիքյան, այդ երկրները ԵՄ-ի, որոնց միջև առաջացել է ճեղքվածք, ինչպես դուք ասում եք, ՆԱՏՕ-ի անդամներ են, կարծում եմ, թե բոլորը։
ՆԱՏՕ-ի վրա այս ամենը ինչ որ կերպով անդրադառնալու է թե ոչ, հաշվի առնելով, որ Ռուբիոն փաստացի մեսիջ եղեց, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ԱՄՆ-ի համար շատ կարևոր դերակատարում ունենալ, այդ թվում նաև տրանսատլանտյան անվտանգությունը ապահովելու գործում։ Ինչպես կանրադառնա այս ամենը ՆԱՏՕ-ի վրա, եթե իհարկե կանրադառնա։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի նկատմամբ վերահսկողությունը ձեռքից չեն տա։ Իսկ դա նշանակում է, որ պետք է նաև շատ հստակ եւ հետեւողական կերպով վերահսկեն եվրոպացի գործընկերների անվտանգային ոլորտում կատարելիք քայլերը, այսինքն Միացյալ Նահանգները ուզում են, որ Եվրոպան իր պատասխանատվության մակարդակը բարձրացնի նաև ֆինանսավորման տեսանկյունից, բայց չեն ցանկանա, որ այդ գործընթացը հանգեցնի ներքին տարաձայնությունների ՆԱՏՕ-ն որպես գործիք օգտագործելու տեսանկյունից։ Այսինքն Միացյալ Նահանգները պետք է մնան ՆԱՏՕ-ի ղեկավար, բայց մնացածները պետք է ավելի շատ ներդրում ունենան Միացյալ Նահանգների ծրագրերի իրագործման խնդրում, նաև նյութական, ռազմական եւ այլն։ Հայաստանի համար ինչ արդյունքներ կարող են գրանցվել Մյունխենում, հասկանալի պատճառներով ես չեմ ասում ուղիղ, հա, ուղիղ արդյունքներ, բայց այնուամենայնիվ այս փոփոխությունները, որոնք մենք տեսնում ենք, ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, օրինակ այդ թվում նաև հաշվի առնելով, որ վերջը կարծես թե մենք որոշում ենք կայացրել, կարծես թե որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, այդ Եվրամիությունը, որը գնալով ուժեղանալու է, իսկ այն ակնհայտ կերպով ուժեղանում է եւ ստանում է անվտանգային բաղկացուցիչ, շատ է ինչ է ասում միջև այդ, որ Եվրոպան դա ընդհանրապես փող է, դա անվտանգություն չի։ Հիմա կարծես թե Եվրոպան սկսում է արդեն գեներացնել անվտանգություն եւ ոչ միայն անվտանգության սպառող է։ Այս փոփոխությունները, սկզբունքային փոփոխությունները մեզ վրա ինչ որ կերպով անդրադառնալու են թե ոչ։ Ես կարծում եմ, որ առայժմ մենք դա չենք զգա եւ ընդհանրապես տարածաշրջանում ընթանում են գործընթացներ, որոնք Եվրոպայի ռազմական ինքնուրույնության գործընթացից ավելի արագ ընթաց են եւ այդ առումով մենք այս տարածաշրջանային գործընթացների արդյունքները մեր մաշկի վրա շատ ավելի շուտ կզգանք, քան այն փոփոխությունները, որ դեռևս Եվրոպայում ծրագրում են իրականացնել մինչև 30 թիվը կամ ավելի ուշ։ Հետևաբար ես կարծում եմ, որ Հայաստանը չի շոշափվում առայժմ այս Միացյալ Նահանգների Եվրոպա հարաբերությունների համատեքստում եւ Ուկրաինայի հետ կապված խնդիրների համատեքստում, դրանց տարաձայնությունների համատեքստում եւ միգուցե լավ էլ կլինի, որ Հայաստանը դրա հետ որևէ առնչություն ուղիղ անմիջական չունենա։ Դա այն բանավեճը չի, որի մեջ Հայաստանը պետք է մեր պատերազմ չի։ Դա մեր վրա ազդող գործընթաց է, բայց մենք այդ գործընթացի վրա ազդելու լծակներ ըստիս չունենք այս բանին։ Եվ կան գործընթացներ, որոնք այսօր գեներացվում են ոչ թե Եվրամիության կողմից, այլ Միացյալ Նահանգների կողմից մեր տարածաշրջանում, եւ մենք դրանց հանդեպ պետք է ծայրահեղ ուշադիր լինենք։ Իրանի շուրջ իրավիճակը մի փոքր հանդարտվել է, ամենայն դեպս տեղեկատվական տիրույթում, ըստ ձեզ դեպի որտեղ է գնում այդ իրավիճակը, ինչ զարգացումներ կարող ենք սպասել, տարբեր սցենարներ կան իհարկե, միգուցե փորձենք մի քանի վարկած հնչեցնել, հնարավոր։ Իրանի հետ կապված իրավիճակը շարունակում է զարգանալ, ուղղակի այլ տեսք է ստացել քարոզչական պատերազմից գործը հասել է ավելի առարկայական խնդիրների եւ այսօր մի կողմից տեսնում ենք կան ուղիղ բանակցություններ Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ, մյուս կողմից տեսնում ենք, որ ամերիկյան ռազմական ներուժը կուտակվում է տարածաշրջանում Իրանի սահմանների շուրջ եւ անգամ խոսք է գնում այն մասին, որ Միացյալ Նահանգներում դիտարկում են ցամաքային օպերացիա սկսելու հնարավորությունը։ Բացի դրանից մենք տեսնում ենք, որ
շատ ակտիվացել է թագաժառանգ Փեհլևին։ Եվ վերջին շրջանում 100,000-ավոր մարդիկ են մասնակցել եվրոպական մայրաքաղաքներում նրա կազմակերպած միջոցառումներին։ Մեզ համար ամենաէականը այս ամենում նա է, որ այդ բոլոր միջոցառումները տեղի են ունենում Իրանի միապետական դրոշի ներքո։ Սա խորհրդանիշ է, որը նաև ենթադրում է շատ որոշակի հետագա սցենարային զարգացում, այսինքն եթե շեշտը դրվում է եւ հիմնական դերակատարը լինելու է Իրանի միապետը կամ միապետի հավակնորդը, որտեղ նրանք երկուսն են։ Այսինքն հիմնական հավակնորդը Փեհլևի արքայատողմից է, որը մեծ հաշվով նորելուկ արքայատողմ է, մյուս հավակնորդը, որի մասին առանձնապես շատ չի խոսվում, Ղաջարների արքայատողմի ներկայացուցիչ է, որի պատմությունը մի քանի 100 տարի ժամանակ ունի։ Եվ դա այն արքայատողմն է, որը գահընկեց արվեց Փեհլևիների նաև ի հայտ գալու շնորհիվ։ Միգուցե ոչ միաժամանակ։ Այդ դեպ շատ են սիրում ադրբեջանցիները խոսել, հիշատակելով, որ նրանք ադրբեջանցի են։ Այդ մասին խոսում են նաև թուրքերը։ Եվ ավելի շատ երևի սկսել են դրա մասին խոսել թուրքերը, քան ադրբեջանցիները։ Եվ ավելի շատ պատճառներ ունեն այդ մասին խոսել։ Այո։ Հիմնավորումներ։ Բայց մեզ համար կարևոր է այդ դրոշի եւ միապետության գաղափարը այնքանով, որ այդ դրոշն ու միապետությունը խորհրդանշում են ազգայնական իշխանություններին Իրանի, որտեվ շահը Փեհլևիների այդ արքայատողմը շեշտը դրել էր Իրանի հնագույն արմատներին անդրադառնալու վրա, այսինքն երկրի միասնությունը կառուցված էր պարսկական ինքնության վրա եւ պարսկական պատմություններ, որ Փեհլևիների կողմից առաջ էր մղվում։ Իսլամական հեղափոխության շնորհիվ երկիրը ցեմենտող գաղափարախոսական այլ հենք ընտրվեց, դա կրոնն էր։ Հիմա երբ որ կրոնը մեջտեղից եթե ու երբ դուրս բերվի եւ փորձ արվի այն փոխարինել կրկին միապետական գաղափարախոսությամբ եւ ազգայնական թուլացած Իրանի պայմաններում դա մեծ հավանականությամբ կհանգեցնի կենտրոնախույս ազգայնական շարժումների ծավալմանը եւ Իրանի տրոհմանը արդյունքում։ Իսկ դրա շահառուները կան նաեւ կարծում եմ Իրանի սահմաններից դուրս։ ԱՄՆ-ն շահագրգռված է Իրանի տրոհման մեջ։ ԱՄՆ-ի համար Իրանը կվերածվի օպերատիվ տարածքի եւ այդ առումով եւ ԱՄՆ եւ Միացյալ Թագավորությունը եւ Իսրայելը կարող են իրենց մեծ ձուկը բռնելու փորձ անել այստեղ։ Ի վերջո ցանկացած առավել եւս այս կարգի պետության տրոհումը հսկայական նյութական բարիքների արտահոսք է նախատեսում եւ ֆինանսական միջոցների, որոնք կգտնեն իրենց տերերին, եթե ամեն ինչ զարգանա այս սցենարով եւ կգտնեն իրենց տերերին այն երկրների շրջանակներում, որոնք որ ես թվեցի։ Իսկ ավելի հավանական չի կամ ավելի նպատակահարմար չէ, օրինակ նույն ԱՄՆ-ի համար վերջը թագաժառանգը, եթե այդ ամենը տեղի ունենա, գալու է ԱՄՆ-ից, չէ, ինքը երևի թե պրոամերիկյան քաղաքականություն է վարելու, ավելի նպատակահարմար չի Իրանը պահպանել որպես մեկ պետություն, որը ունենալու է պրոամերիկյան։ Եթե աշխարհում այլ գործընթացներ չծավալվեին, եւ եթե Իրանի հետ կապված զարգացումները նաև այդ գործընթացների խթան չդառնային, տեսականորեն այդպես է, ապա միգուցե իրավացի կլինենք, բայց կան ավելի հեռու գնացող ծրագրեր, որոնց իրականացման համար Իրանը սոսկ մի փուլն է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ թագաժառանգը Միացյալ Նահանգներից է գալիս, առաջին պետությունը, որ ճանաչել է թագաժառանգի իրավունքը եւ պետության ղեկավար լինելու հանգամանքը, դա Իսրայելն է։ Ընդ որում դա արվել է ոչ իմաստը տարիներ առաջ։ Այսինքն մեծ հաշվով Իսրայելը այս Փեհլևի արքայատողմի ներկայացուցիչին վաղուց ճանաչել է որպես Իրանի օրինական ղեկավար եւ համագործակցել է այս ողջ ընթացքում։
Հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ շատ ակտուալ թեմա։ Անդադ Թուրքիայից են հնչում հայտարարություններ, հիմա տեսնում ենք, որ Ղարսի նահանգապետը այնտեղ շատ մեծ ակտիվություն կա, նրանք անընդհատ խոսում են եւ ասում են այն մասին, որ շահագրգռված են, որպեսզի սահմանը բացվի։ Առևտրային ռեժիմում փոփոխություններ կան Հայաստանի եւ Թուրքիայի միջև, բայց սահմանը շարունակում է մնալ փակ։ Հիմնական հարցը, որը այսօր մեզ ուզում է, երբ է բացվելու այդ սահմանը։ Եթե մենք փորձենք դիտարկել այն ամբողջ աշխարհակահաղական իրավիճակը, որը կա մեր տարածաշրջանի շուրջ, ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները, որտեղ հասկանալի է, որ սահմանի բացումը ոչ մի դեպքում պայմանավորված չի լինելու հայ-թուրքական հարաբերություններով միայն։ Ինչ կանխատեսում կարող ենք անել կամ ինչ վարկածներ հնարավոր։ Ես կարծում եմ, որ Իրано-ամերիկյան բանակցությունների ավարտին զուգահեռ ընդ որում անկախ ելքից սահմանի բացումը տեղի կունենա։ Այսինքն եթե տապալվեն էլ արդյունքի չհասնեն, չտապալվել են, բայց այսինքն որոշակի արդյունքներ գրանցվեն, սահմանը երկրի երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի եւ նաեւ կարծում եմ, որ կբացվի ուղիղ ապրանքաշրջանառություն իրականացնելու համար։ Իսկ դա կարծում եմ, որ առաջիկա 3 ամիսների պատմություն է։ Այսինքն գարնան ես դրա հավանականությունը բարձր եմ գնահատում, 100% վստահեցնել չեմ կարող, բայց գտնում եմ, որ առաջիկա 3 ամիսները այդ գործողության համար առավել հարմար ժամանակաշրջանն է, ընդ որում մարտի կես ապրիլի վերջ միջակայքում հավանաբար։ Իսկ Ադրբեջանի հատուկ կարծիքը։ Դե Ադրբեջանի հատուկ կարծիքը կգոհացվի այլ միջոցներով եւ այլ աղբյուրներից։ Եվ այսպեսի մի հարց ամերիկյան փոխնախագահ Ջեյ Վենսի այցը ինչպիսի ազդեցություն ունեցավ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, եթե ունեցավ իհարկե, ես հատուկ եմ ասում, որովհետև ես որքանով հասկանում եմ, եւ Հայաստան եւ Ադրբեջան այցերը մեծ հաշվով փոխկապակցված էին եւ մեկ ընդհանուր գծի մեջ էին ամերիկյան քաղաքականությանը մեր տարածաշրջանում։ Դա ամերիկյան դիրքերի ամրապնդման ուղղված այց էր, դա հավաստիացում էր առայն, որ Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանի նկատմամբ ունեն որոշակի հետաքրքրություն, չեն նույնականացնում Հայաստանն ու Ադրբեջանը, բայց իրենց ծրագրի շրջանակներում պարտադիր են համարում, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներդաշնակ գործեն եւ սպասարկեն Միացյալ Նահանգների շահերը։ Այդ առումով Միացյալ Նահանգները կարծում են, որ կողմնակից չեն լինի, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ռազմական գործողություններ վերսկսվեն, բայց նաեւ չեն կարող լինել Հայաստանի օրինակ տարածքային անվտանգության երաշխավորը, եթե ռազմական բախում տեղ ունենա Իրանի հետ, Թրամփի ուղին էլ գործարկվի, այդ թվում նաեւ ռազմական սպառազինություն Ադրբեջան հասցնելու նպատակով։ Այսինքն մենք այստեղ ունենք եւ որոշակի առավելություններ եւ իհարկե կարևոր ռիսկեր Սյունիքի մասով, եթե ռազմական գործողություններ ծավալվեն, Միացյալ Նահանգները դրանք նախաձեռնեն եւ դրանց միանա Ադրբեջանը եւ Թուրքիան այս կամ այն կերպ։ Իրանի։ Այո, Իրանի դեմ։ Եվ այսպեսի մի հարց, սա էլ է կարծում եմ դեռ ակտուալ, Ռուսաստանը շարունակում է խոսել թրիպի մասին, շարունակում է ցանկություն հայտնել միանալ այդ նախագծին, դրան զուգահեռ անընդհատ հնչում են հայտարարություններ, իհարկե դիվանագիտական մակարդակով, որոնք շատ քիչ են տարբերվում սպառնալիքներից Հայաստանի հասցեին, իսկ այ Ադրբեջանի հասցեին այդ սպառնալիքները չեն հնչում։ Պատճառը ինչն է, որովհետև վերջին Ալիևի ելույթը Մյունխենում, չգիտեմ ինչպես դա բնութագրեմ, լավ իրերը կոչենք իրենց անով, թքեց ռուսների երեսին։ Պատճառը այն է, որ իրականում փականը Սյունիքում է։ Ինչի փականը։ Ճանապարհի թրիպի փականը։ Տրամփի ուղու փականը այդտեղ է։ Եվ այդ առումով մանավանդ նրանց հետո, որ ըստ էության Ռուսաստանը հայկական շահերը զոհաբերեց Ադրբեջանի հետ հարաբերությունները որակապես այլ հուն բերելու համար, բայց ոչ այնքան անգամ Ադրբեջանի հետ, որքան
Միացյալ Նահանգներ, Իսրայել, այս շրջանակում, որտեղ Արցախի հետ կապված խնդիրը ես առանձին չեմ դիտարկում, այն փոխկապակցված է Սիրիայում եւ Ուկրաինայում տեղ ունեցած իրադարձությունների հետ վերջին տարիներին։ Այսինքն Արցախը այս առումով սպասարկեց ռուսական շահերի առաջ մղումը Ուկրաինայում կոնկրետ Ռուսաստանն էլ Սիրիան եւ Արցախը հանձնելով սպասարկեց կոնկրետ Թուրքիայի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների շահերը տարածաշրջանում, Իսրայելի նաեւ։ Այսինքն սա ավելի ընդգրկուն խնդիր է, եւ սա զուտ ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում պետք է դիտարկել։ Եվ կարծում եմ, որ նախագահ Ալիևը դա շատ լավ հասկանում է եւ այդ իսկ պատճառով հանգիստ կարող է ռուսների ոտքը տրորել, երբ որ դա հարմար գտնի, որտեվ ռուսներից իր ստանալիքը ստացել է, տալիքն էլ տվել է։ Ինչ է տվել։ Ժամանակավոր ռուսական խաղապահների ներկայությունը Արցախի տարածքում դա այն երաշխավորագիրներ, որի համաձայն ռուսները Ուկրաինա ներխուժելու պարագայում հարված չէին ստանա այստեղից։ Այսինքն, եթե թրիփի փականը Սյունիքում է, ստացվում է, որ Հայաստանը շատ ավելի մեծ կարևորություն է ստանում Ռուսաստանի համար, հետևաբար հիմնական խաղադրույքը երևի թե ես ուղղակի որպես վարկած եմ առաջ քաշում, այդ կարևորությունը կապիտալիզացնելու ուղղությամբ արվելու է ընտրությունների վրա։ Իշխանապահության տեսքով։ Ես կարծում եմ, որ այդ առումով Հայաստանում բավարար չափով մթնոլորտը նախապատրաստվում է նրան, որպեսզի վարչապետ Փաշինյանի իշխանությունը շարունակվի։ Եվ այդ տեսանկյունից երբ դիտարկում եմ անդիմադիր համարվող հիմնական ուժերի գործողությունները, ես դրանցում չեմ տեսնում այն ներուժը, որը թույլ կտա իրապես իրավիճակը կտրուկ փոխել եւ այստեղ ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել։ Այսինքն ձեր կարծիքով իրենք էլ են գիտակցում։ Ես չգիտեմ, իրենք ինչ են գիտակցում, իրենց գլուխների մեջ չեն մտել եւ Չէ, եթե հետևենք իրենց գործողությունների տրամաբանությանը, եթե կարելի է այդտեղ տրամաբանություն գտնել, իրենք դա գիտակցում են թե ոչ, թե իրոք խաղադրույքը անում են նրա վրա, որ իշխանափոխություն անեն։ Ես կարծում եմ, որ այնտեղ տարբեր են մարդիկ, տարբեր են ուժեր եւ կան անհատներ, որոնք պարտադիր ձգտելու են իշխանափոխության, կան մարդիկ, որոնք իրենց պոտենցիալը ընտրական պոտենցիալը եւ ընտրողների զանգվածը միգուցե սարքեն առևտրի առարկա։ Ինչպես դա եղել է տասնյակ տարիների ընթացքում Հայաստանում։ Կան մարդիկ, որ ուղղակի միգուցե լավ չեն պատկերացրել ուր են մտել, որտեվ չունեն քաղաքական մտածողություն, հայրենասեր կարող են լինել նվիրված, նվիրյալ, բայց իրենց ունեցած գիտելիքների եւ պատկերացումների համակարգը դժվար թե թույլ տա իրենց գալ եւ ընտրությունների միջոցով հաղթել։ Ինչ վերաբերում է ասենք ռուսների խանդոտ վերաբերմունքին, ես կարծում եմ ռուսները շատ ավելի հանգիստ ու հեշտ կշարունակեն պայմանավորվել Միացյալ Նահանգների հետ, քան ինչ որ մեր հետ կապված իշխանափոխության հետ կապված հույսեր կապեն, որտեղ մեծ հաշվով այնինչ տեղի ունեցավ Արցախում, Սիրիայում, Գազայի հատվածում, Իսրայելում եւ Ուկրաինայում, դա լայն փոխհամաձայնություններ նախատեսող իրադարձությունների շրջանակ էր եւ այդ առումով Երևանի հետ միգուցե շատ պայմանավորվելու բաներ չունենան այլևս ռուսները։ Իսկ ինչ պայմանավորվելու բան կա, ինչպես դուք ասում եք ռուսների համար, Ամերիկան ինչի պետք է պայմանավորվի ռուսների հետ Հարավային Կովկասում այսօր։ Ոչ թե Հարավային Կովկասում, Վրաստանի մասը, Վրաստանը դնենք մի կողմ, Հայաստանի հարցում։ Իրանի հյուսային սահմանի երկայնքով եղած հատվածում։ Այսպես, որտեղ այդ հատվածի ամերիկյան վերահսկողությունը ռուսների կողմից հակազդեցության չարժանացավ, ընդհակառակը տարիներ շարունակ մեծ հաշվով Ռուսաստանը տարածաշրջանի հատկապես այս մասի փոխանցումը ամերիկյան վերահսկողության տակ նախապատրաստել է այդ թվում նաև Արցախի հանձնման միջոց։ Դրա համար եմ ասում, մենք սա պետք է դիտարկենք ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքական փոխհամաձայնությունների եւ փոխադարձ շահերի միգուցե նաեւ լարելիային անկալման հետ,
քան Ռուսաստան, Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան երկկողմ հարաբերություններում ինչ որ անհասկանալի թնջուկների հետ։ Ռուսաստանը հակապ վերահսկել է մշտապես լրատվական իրավիճակը եւ Հայաստանում եւ կարծում եմ որ նաեւ Ադրբեջանում եւ այդ առումով ռուսներին անակնկալ մատուցելը անհնար կլիներ։ Փոքր երկրների դեպքում աշխարհաքաղաքականությունը թելադրում է ամեն ինչ կամ համարյա ամեն ինչ։ Կապված է նրանց թե փոքր երկրների ղեկավար վերնախավի մտավոր ունակությունները որչափ են զարգացած։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ դες։ Ես շնորհակալ։ Մեր հյուրներ Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանն, քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը, իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով և հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ։ Մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ և ստացեք ծխատարը, չորանոցը և հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապառիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ, դեպի կատարելություն։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը։ Բարև ձեզ, պարոն Միսկարյան։ Բարև ձեզ։ Խոսենք ընտրություններից եւ ներքաղաքական իրավիճակից։ Խոսենք։ Ես շփվելով տարբեր քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ, այս նախընտրական շրջանում, իսկ նախընտրական շրջանը մեզ մոտ վերջին 1 տարվա ընթացքում է առնվազն մեկնարկել եւ արդեն երկար ժամանակ գնում է։ Ինչպես մի տպավորություն է ստացվում, պարոն Միսկարյան, որ շատերի մոտ այս ամենը ինչ-որ խեղկատակության է վերածվում, երբ որ բոլորը որոշում են գնալ ընտրություններին, եւ այդ բոլորին ընդհանրապես չի հետաքրքրում։ Իրենք կարող են անցնել այդ ընտրություններում, չեն կարող անցնել, անցողիկ շեմը կարող են հաղթահարել, չեն կարող։ Եվ ամենակարևորը, իսկ եթե անցնեն եւ հայտնվեն խորհրդարանում, ինչ են անելու։ Ինչ պլաններ ունեն, նպատակներ ունեն, նախընտրական ծրագրեր ունեն։ Ես ասում եմ, ինձ մոտ տպավորություն է, որ այս ամենը վերածվել ինչ-որ խեղկատակության, որտեղ այսպես բան կա, չէ՞, главное участие, հա, а не победа։ Այս վիճակն է։ Ես դա եմ տեսնում։ Սա ինչի հետևանք է։ Միգուցե դուք ավելի լավ գիտեք, դուք ավելի շատ եք քաղաքական գործընթացներում ներգրավված։ Նախ ֆիքսենք, որ ընտրությունները Հայաստանում նոր չեն վերածվել խեղկատակության, դրանք միշտ են եղել, այսինքն այն ինչ տեղի է ունեցել ընտրությունների անվան տակ, միշտ էլ ժողովրդավարության տեսանկյունից եղել են խեղկատակություն, այն առումով, որ ընտրությունը չի եղել ընտրություն, եղել է, այսինքն չի եղել ազատ անկախ եւ ինստիտուցիոնալ քաղաքական ընտրություն, այլ իշխանությունը զավթած ուժերը փորձել են նմանակել, կապկել ժողովրդավար պետություններին եւ իմիտացիա են ստեղծել ընտրությունների այն դեպքում, որ եւ ընդդիմություն կոչվածը եւ իշխանություն կոչվածը բոլորը միևնույն կաթսայի մեջ եփված գանգի տարբեր մասերն են եղել։ Այսինքն այդտեղ նորություն չկա։ Ինչու է հիմա ավելի շատ այդ խեղկատակությունը այսպես ասած աչք ծակում,
որովհետև հիմա այն ժամանակ լուրջ դեմքով էին այդ ամեն ինչը անում եւ այդ գործընթացներին շատ մեծ նշանակություն եւ կշիռ էին տալիս նույնիսկ Եվրոպայից էին գալիս եւ գնահատում մեզ որպես փորձակապիկներ այ դուք մի քայլ առաջ եք արել, երկու քայլ հետ եք արել եւ այլն այդ ընտրությունների գործընթացը ընդհանրապես եվրոպացիների ձեռքում մահակ էր տեղական իշխանիկներին Ռուսաստանի հպատակ իշխանիկներին որևէ կերպ սեփական շահերի համար օգտագործելու տեսանկյունից հիմա ընտրության դաշտը որոշակի ազատականացել է, բայց այնպես չի որ դա լավական վատ է, այսինքն ազատ է այն իմաստով, որ սահմանափակումները նախկինի նման ուժեղ չեն եւ ցանկացած մեկը ով քվոտաներ չկան։ Այո, քվոտաներ չկան, հա, շատ տեղին էր։ Այո, հենց կոնկրետ քվոտաներ չկան։ Եվ դա թույլ է տալիս բոլորին, ովքեր գտնում են, որ իրենք արժանի են ազգային ժողովում աշխատավարձ ստանան, որևէ կերպ մասնակցեն ընտրություններին։ Այսինքն դուք ասում եք ինչ են անելու ազգային ժողովում, այդ մարդիկ գնում են աշխատավարձ ստանան։ Ինչ են անում, ինչ են արել մինչև հիմա, ինչ են անում հիմա, որ ինչ անեն հետո։ Խնդիրը ընտրությունները չեն, կարծում եմ, եւ խնդիրը այդ բազմազանությունը չի, որը երբեմն այո շատ զավեշտալի է երևում։ Խնդիրը ինստիտուցիոնալ չկայացված լինելն է քաղաքական դաշտի։ Հիմա ինչ որ քաղաքացիական պայմանագիրը քայլեր անում է ինստիտուցիոնալ կառույց դառնալու առումով Վերջի քվեարկությունը այո, բայց դա չի կարելի շփոթել ժողովրդավարության հետ, որովհետև եթե այդ կառույցը այնուամենայնիվ կողմնակից է սուպերվարչապետական այս համակարգին եւ պատրաստվում է այդ կարգի ավտորիտար կառավարման մոդելով շարունակել պետությունը առաջ տանել, նշանակում է այդ ներքին ժողովրդավարությունն էլ գրոզ չարժե։ Դա ինստիտուտ կայացնելու որոշակի մեթոդաբանություն կարա ենթադրի ժողովրդավարության հատկանիշներով, բայց դա չի նշանակում, որ դա ժողովրդավար է։ Նախ, որովհետև այդ մարդկանց ցանկը հաստատել է կուսակցությունը եւ բացառապես ընտրությունների տրամաբանությունը հաշվի առնելով, ոչ թե որոշել են կուսակցությունը այդպես բազմամարդ ժողովրդավար սարքեն, դա նկատի ունենենք։ Եվ երկրորդը, այն մարդիկ, ովքեր մասնակցել են այդ ընտրություններին եւ այն մարդիկ, ովքեր այսօր կազմում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ շարքերը լրացրել են, հա, այնպես չի, որ իրենց գաղափարներով եւ նկարտումներով ժողովրդավար են։ Այսինքն ի սկզբանե իրենք էլ են ընդունել այն խաղի կանոնները, որ Նիկոլ Փաշինյանը համարում է արդարազնիվ եւ իր համար նպատակահարմար, այսպես ասած։ Այսինքն գնացել եւ թրի տակով անցել են։ Այդտեղ ժողովրդավարության մասին չկա, բայց որպես ինստիտուտ կայանալու առումով սա կարևոր քայլ է։ Ուղղակի այդ ինստիտուտի կայացումը այնպես չի, որ մեր պետության համար, մեր ժողովրդի համար, որպես ժողովրդավար պետության ձգտող ժողովրդի համար, դա ինչ որ էական մեծ նշանակություն կունենա։ Բան Նիսկարյան, կա շատ մի կարևոր հարց, որպեսզի մենք հասկանանք ինչ է կատարվում իշխանության ներսում, որտեղ շատ գործընթացներից մենք տեղյակ չենք եւ դա երևի թե նորմալ է։ Օրինակ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկրորդն է ցուցակում։ Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդը ինքն է։ Ինքն էլ է թրի տակով անցել։ Թե ինքը թրի տակով չի անցել, բայց ուղղակի ԿՊ-ի ներսում այնպիսի մթնոլորտ է, որ Պապիկյանին կան շատ հավանողներ եւ նա ստացել է այդ ձայների քանակը։ Ուզի թե չուզի դա Նիկոլ Փաշինյանն։ Սա կարևոր հարց է։ Սուրեն Պապիկյանը նոր չի ապացուցել Նիկոլ Փաշինյանին իր հավատարմությունը։ Այսինքն այդտեղ թրի տակով անցնել չանցնելու այդ հարցը շատ շուտ փակվել գնացել է։ Այլ հարց է, որ այո, Պապիկյանը կուսակցության մեջ հեղինակություն է վայելում եւ դա այդ ընտրությունների մեջ երևացել է։ Այնտեղ մարդիկ կան, որոնք
որոնց առաջատար լինելը ապացուցում է այն ինչ ես ասում եմ, այսինքն կուսակցությունը համալրվել է չասեմ այդպես բացառապես պատեհապաշտներով, բայց քաղաքականության մասին շատ աղոտ պատկերացում ունեցող հավատարիմ մարդկանցով։ Այստեղ խնդիրը առհասարակ գլոբալ մեր խնդիրը մեր պետության, մեր ժողովրդի իրականում արժեբանական է։ Մենք սուբյեկտայնանալու խնդիր ունենք թե անհատների մակարդակում, թե ինստիտուտների կառույցների մակարդակում։ Եվ ըստ էության մեր համակարգը այդ սուպերվարչապետական միահեծան սուբյեկտի կառավարման համակարգ է, թագավորի, որը ինչ որ կերպ պետքա կառավարի երկիրը, դրա համար ինքը պետքա ունենա արքունիք։ Այդ արքունիկում լինում են ընտրյալները, այդ ընտրյալները ձևավորվում են ինչ որ սկզբունքով, այդ սկզբունքը այս պահին Նիկոլ Փաշինյանին հավատարիմ լինելն է։ Արքունիկը ԿՊՆ-ն է տվյալ դեպքում։ Այո, իհարկե, ուրիշ եւ իր շրջապատի այդ համակարգը այն օրինակ այն բիզնեսմենները, ովքեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադրամի եւ այդ իմ քայլը հիմնադրամին նվիրատվություններ են անում եւ դրա դիմաց ստանում են արտոնություններ կամ արտոնությունների դիմաց տալիս են նվիրատվություններ, էական չի։ Այսինքն դա որոշակի տրամաբանություն է, որով սկսում է ուրվագծվել այն պետությունը, որը ցանկանում է կամ եթե չի ցանկանում, բայց կառուցելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եթե ինքը մնա իշխանության կամ ինքը վերարտադրվի, եթե չէ, ցավոք սրտի, էլի սուբյեկտայնության խնդիր կա եւ մյուս թևը դա ռուսական իշխանության ճուղնը, մյուս թևը դե չեմ ասում, այդպես շատ կտրուկ երկու թևի բաժանված չի էլի մարդիկ կան։ Հա, մյուս թևերից զգալին, գերակշիռը սուբյեկտայնության բացակայությամբ խմբեր են, որոնց համար փրկությունը Մոսկվայում է եւ որոնք իրենց ինքնությունը, իրենց էությունը, իրենց գոյությունը եւ մեր բոլորի գոյությունը չեն պատկերացնում առանց ռուսական միջամտության եւ մասնակցության։ Այդ թևերի համար էլ սուբյեկտայնության խնդիրը այդ ձևով է դրսևորվում, այսինքն կա քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, որտեղ սուբյեկտը Նիկոլ Փաշինյանն է եւ կա ընդդիմադիր մի զգալի հատված, որտեղ սուբյեկտը Վլադիմիր Պուտինն է եւ ցավոք սրտի չկա երրորդ թևը, որի համար սուբյեկտը հայ ժողովուրդն է։ Այդ չկա։ Կան այն երկու թևերը մերժող դրսևորումներ, այսինքն ոչ սա է լավը, ոչ նա է լավը, բայց իրենք էլ ունեն սուբյեկտայնանալու հարց, որովհետև իրենք էլ չունեն գիտակցում, թե այդ երկուսը մերժելուց հետո ի վերջո բաով է սուբյեկտը եւ ում կամքի շուրջ պետքա ձևավորվի Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը։ Օրինակ նույն դեմ են բոլորին շարժումը, իմ կողմից շատ հարգված, սիրված, շատ ընկերներ ունեմ այդ շարժման մեջ, իրենք էլ չեն գիտակցում սուբյեկտայնության կարևորությունը։ Նրանք էլ ովքեր գիտակցում են այդ շարժման մեջ լինելով չեն կարևորում դա կամ գոնե այս պահին չեն արժևորում այնքան, որ դրա համար պայքարեն, ոչ թե եղած համակարգը պարզապես քանդելու։ Գուցե այդ պատկերացումներս թերի է, չգիտեմ, շարժման մասին, բայց իմ ընկալումներն են սրանք, որը ցավով եմ ասում, ես շատ կուզենայի դաշտում տեսնել ուժ, նախաձեռնություն, միավոր, որը սուբյեկտայնության դրոշով առաջ կգնար եւ իմ նախկինում արած ամբողջ գործընթացի նպատակը եղել է դա ինքնորոշման գաղափարի շուրջ համախմբել քաղաքական դաշտը առաջ տանել, բայց ցավոք սրտի դա շատ բարդ եւ պետք է ասեմ փոքր թվով մարդկանց լուծելու հարց չի, մինչև այդ դեռ ճանապարհ կա անցնելու։ Պարոն Միսկարյան, դուք շատ լավ բնութագրեցիք ԿՊ-ն, ձեր տեսանկյունից շատ լավ բնութագրեցիք ընդդիմությունները, սուբյեկտայնության տեսանկյունից
Նաև այդ բոլորին դեմ եմ, հա։ Մի շարժում է, որի մասին իրոք շատ են խոսում։ Տեսեք, մենք 91 թվականին գնացինք այդ քանդման ճանապարհով, որը դուք ասացիք, սովետական միությունը քանդեցինք, երկիրը սովետական ինչ-որ կար քանդեցինք, բայց նորը չկառուցեցինք։ Եվ դա բերեց առնվազն մի վիճակի, երբ որ երկար տարիներ Հայաստանը անմխիթար վիճակում էր, տնտեսական, բարոյական, ես չգիտեմ, բոլոր իմաստներով։ Մենք քանդեցինք, բայց չկառուցեցինք։ Հետո ինչ որ բաներ սկսեցին կառուցել օլիգարխիայի տեսքով, դա էլ մի առանձին թեմա է, բայց այնուամենայնիվ։ Հիմա այս մարդիկ գալիս են, որ եղածը քանդեն։ Դուք շատ ճիշտ եք ասում, եղած համակարգը քանդեն, բայց ինչպիսի համակարգ են իրենք ցանկանում կառուցել, ես կոնկրետ դա չեմ տեսնում եւ դրա համար ռեսուրս չեմ տեսնում ամենակարևորը։ Սա վտանգավոր չի։ Գոնե իմ գնահատականն է, որ դա անիրատեսական մոտեցում է խնդրին։ Այստեղ զուտ դիտանկյունի հարց կա, այսինքն իմ գնահատմամբ Հայաստանի Հանրապետության մեջ պետական կառավարման համակարգ որպես այդպեսին գոյություն չունի։ Այն ինչ կա, համակարգի կոնստրուկտն է, հա, ներսում շատ անարդյունավետ եւ շատ ուղիղ կախման մեջ գտնվող կենտրոնից, նույն Նիկոլ Փաշինյանից այսօր համակարգ է, որը միշտ վտանգված է փլուզվելու։ Այսինքն այդ կոնստրուկտն էլ միշտ փլուզման եզրին է։ Այո, միշտ փլուզման եզրին է։ Այն ինչ հիմա փորձում է Նիկոլ Փաշինյանը անել կայացնելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, փորձում է այդ կուսակցության թելերի միջոցով համակարգը կայունացնել։ Բայց հաշվի առնելով, որ մենք այս համակարգը ժառանգել ենք սովետական միությունից եւ հաշվի առնելով, որ այն փոփոխությունները, որ Եվրոպայի ճնշման կամ աջակցության միջոցով 30 տարվա մեջ արվել են համակարգի հետ, կրել են բացառապես մեր արժեքների հետ անհամահունչ փոփոխություններ են եղել։ Ոչ թե փոփոխություններն են վատը, այլ մենք այդ փոփոխությունների բունեությունը եւ իմաստը չենք ընկալել։ Այդտեղ մի օր երևի ձեր մոտ կխոսենք իմաստների ճգնաժամի մասին, որ մեր մոտ կա, բայց դա հիմա շատ չշեղվենք թեմայից։ Այսինքն այն փոփոխությունները, որոնք արվել են, որովհետև այդպես նպատակահարմար է եղել օրվա իշխանությանը առանց հաշվի առնելու գլոբալ մեր պետության անհրաժեշտ ամենալավագույն տարբերակները։ Ինչու? Որովհետև ըստ էության պետությունն էլ չի ունեցել այն ուղենիշը, որով պետքա զարգանա։ Ինչպես ուղղորդել են, հա, այսպես ասենք, այդպես էլ շարժվել ենք առաջ։ Սուբյեկտայնության լուրջ խնդիր ենք ունեցել։ Հիմա այս փուլում շարունակում է մնալ այդ բացը։ Այս համակարգը իմ գնահատմամբ անարդյունավետ եւ փլուզման եզրին կանգնած համակարգ է եւ հավելյալ ջանք գործադրել համակարգ փլուզելու համար անիմաստ էներգիայի եւ ժամանակի վատնում է։ Բայց մյուս կողմից, եթե մենք որպես հասարակություն մեր քաղաքական միտքը եւ մեր քաղաքական հասունությունը թույլ տար, որպեսզի մենք ձևավորեինք կառուցողական ընդդիմություն, կառուցողական ուժ եւ այդ կառուցողական ուժի միջոցով հասարակությանը առաջարկելու լինեինք ավելի լավ բան, քան բոլորին դեմը, մենք դա կանեինք։ Այսինքն դուք չեք տեսնում այս պահին քաղաքական դաշտում այդ ուժը։ Դուք էլ չեք տեսնում, ես վստահ եմ։ Ես չեմ տեսնում։ Ես գոյություն ունեցող քաղաքական դերակատարների կամ դերակատարում պատասխանատվություն վերցնելու պատրաստ մարդկանց ուժերի մեջ պետք է ասեմ, որ արժեբանական առումով իրենք շատ քիչ են տարբերվում մեկը մյուսից։ Բոլորի համար մարդը դեռևս տեղ չունի որպես սուբյեկտ Հայաստանի Հանրապետության գոյության մեջ, այսինքն պետությունը կարելի է կապել փողի հետ, կարելի է կապել տարածքի հետ, կարելի է կապել
անցյալի միֆերի հետ, կարելի է կապել ապագայի միֆերի հետ, բայց իրականում պետությունը կառուցվում է անհատի վրա եւ սուբյեկտային անհատի վրա։ Այսօր դաշտում կա այդպիսի մի ուժ, որը հայտարարում է դրա մասին եւ պատրաստ է հանուն այդ անհատի, այդ մարդու քաղաքացու բարեփոխել այս պետությունը, կառավարման համակարգը, ստեղծել այնպիսին, որը ծառայի մարդուն, ոչ թե շահագործի նրան։ Ես չեմ տեսնում։ Հիմա կասեն դե բա պետությունը պետք է շահագործի, ուժի գործադրման իրավունք եւ այլն։ Այդ բոլորը անցած էտապներ են։ Այսօր մենք կոնկրետ մենք խնդիր ունենք բերելու պետությունը մարդակենտրոնության դաշտ, որովհետեւ միակ արդյունավետ ճանապարհը փոքր պետությունների զարգացման համար դա է։ Ռուսաստանը կարա իրեն թույլ տա չլինի մարդակենտրոն, այո, չլինի մարդակենտրոն, այո, իր համակարգի տրամաբանությունը այդպիսին է։ Մենք Ռուսաստան չենք, մենք Ամերիկա չենք, մենք փոքր ժողովուրդ ենք, փոքր պետություն, անբարենպաստ ժամանակաշրջանում շատ խառը եւ պայմաններում աշխարհաքաղաքական։ Բայց փոքրը չի նշանակում խեղճ։ Փոքրը չի նշանակում սուբյեկտայնությունից զուրկ։ Փոքրը չի նշանակում անարժանապատիվ պետություն։ Մենք ժողովուրդ ենք, որը ունի պատմություն, որտեղ եւ հպարտանալու ունի, եւ ողբալու ունի, եւ ամաչելու ունի, բայց մենք մի խնդիր ունենք ապագային նայելու։ Եվ այդ ապագայում այլ տեղ քան դեպի մարդակենտրոն պետություն ունենալը մենք անհեռանկար է։ Մենք ոչ ռեսուրսներով հարուստ ենք, որ Ադրբեջանի նման խան ունենանք, ոչ էլ, չգիտեմ, ոչ էլ ուրիշ ռեսուրս ունենք, քան մարդը։ Եվ հետեւաբար այստեղ խնդիրն է նաև այնա, որ մարդուն ոչ թե որպես ռեսուրս նայենք, այլ որպես արարող, որպես ստեղծող, որպես արժեք եւ արժանիք ու արժանապատիվ ունեցող էակ, սուբյեկտ եւ փորձենք ստեղծենք պետական այնպիսի համակարգ, որը ոչ թե կոտրի այդ սուբյեկտի կայացման գործընթացը, այլ խթանի նպաստի դրան։ Պարոն Միսկարյան, իշխանությունը ընդհանրապես ոչ միայն իշխանությունը, այլ մանդատով, հա, համեմված ընդդիմությունը, որը պարլամենտում է նստում 4 տարի, դա առնվազն պատասխանատվություն է ենթադրում։ Այսինքն, եթե դու իշխանություն ես կամ ընդդիմություն ես, որը մասնակցում է կառավարման, պետության կառավարման գործում, օրենքների ընդունման գործում, առնվազն դու պետք է դրա համար պատասխանատվություն կրես եւ ունենաս այդ զգացումը։ Դուք տեսնում եք Հայաստանում քաղաքական ուժեր, որոնք այդ պատասխանատվության զգացումով օժտված են եւ գիտակցում են։ Իհարկե չէ։ Կա կոլեկտիվ անպատասխանատվության միջավայր, որը դարերով որպես մշակույթ ձևավորվել է, գուցե ինքնաբերաբար, գուցե նպատակային նրանց կողմից, ովքեր ավելի սուբյեկտային են եղել, քան մենք որպես ժողովուրդ, եւ մենք իներցիայով շարժվում ենք այդ ճանապարհով։ Ցավով եմ ասում, ցանկացած բիզնեսում այսօր կարող եք հարցնել, պատասխանատվություն վերցնելու պատրաստ մարդկանց լուրջ ճգնաժամ կա, լուրջ խնդիր կա։ Նույնիսկ բիզնեսում եւ այստեղ մի երկսայր սուր է, հա, այսինքն մի կողմից այդ մարդկանց բացակայության պատճառով որոշում կայացնողները, նրանք ովքեր պատասխանատվություն են վերցրել եւ բիզնես են հիմնադրել կամ կառավարում են, իրենք ուզենալով էլ որ այդ սուբյեկտները լինեն, այդ պատասխանատվություն վերցնելու պատրաստ անձինք լինեն, միևնույնն է չեն ստեղծում միջավայր եւ պայմաններ, որպեսզի այդ մարդիկ ձևավորվեն, որովհետեւ հույսները կտրել են, մյուս կողմից նրանք, ովքեր պատրաստ են պատասխանատվություն վերցնել, չեն գտնում այնպիսի միջավայր, որտեղ կարողանան ինքնադրսևորվել։ Ու սա բերում է ճգնաժամի։ Ես կարծում եմ, այս ախտորոշումը շատ կարևոր է այն առումով, որ ճիշտ գնահատելու դեպքում մենք կարող ենք վերափոխել բիզնեսի տրամաբանությունը։ Ճիշտ գնահատելու դեպքում կարող ենք
բիզնեսը վերափոխել այնպես, որպեսզի այդ բիզնեսում սկսեն ձևավորվել այն անհատները, ովքեր եւ այդ բիզնեսը առաջ տանելու պատասխանատվություն կվերցնեն եւ գուցե այդ միջավայրից նաեւ վաղ մյուս օրը դուրս կգանեն մարդիկ, ովքեր պետության մեջ ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու կամք կունենան։ Այսօր չկա այդ պայմանները, որովհետեւ մինչեւ հիմա էլ դեռևս շարունակվում է բիզնեսը ոչ թե եղել է լավագույնների դրսևորման միջավայրը, այլ առավելապես օլիգարխիկ համակարգի տրամաբանությունն է, խնամի ծանոթ բարեկամ, հավատարիմ եւ այլն, այսինքն այս սկզբունքով։ IT-ն կտրուկ տարբերվում է, որովհետեւ կապիտալն էլ, ներդրողներն էլ հիմնականում դրսից են անկախ են, բայց IT-ում էլ կա քաղաքական հասունության խնդիր։ Այսինքն այդ նույն սուբյեկտայնացման խնդիրը այդ IT ժողովուրդը մեր միջավայրից է գնում եւ բնական է ինչքան էլ ինքը լավ մասնագետ լինի, լավ ծրագրավորող, լավ ինժեներ, չգիտեմ, լավ մենեջեր լինի, որը կարողանում է եվրոպական կամ արևմտյան տեխնոլոգիաները գործիքակազմը կիրառելով ստեղծել համեմատաբար արդյունավետ կառավարման համակարգ մոդել, միևնույնն է այդ միջավայրում հավաքված մարդիկ մեր միջավայրից գնացած մարդիկ են, որոնք բավարար քաղաքական, քաղաքացիական եւ այլ տեսակի գիտելիքներ չունեն մեր կրթական համակարգի բացերի պատճառով, որը թույլ կտա իրենց դառնալ այդ պատասխանատվություն վերցնելու պատրաստ թիմ։ Չեմ ասում, իհարկե միշտ կան առանձին անհատներ, ես իրանցից շատերին ճանաչում եմ, որոնք եւ կարողունակ են եւ պատրաստ են պատասխանատվություն վերցնել, բայց իրանք շատ քիչ են։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ նոր խորհրդարանում օլիգարխներ չեն լինելու։ Ես գիտեմ, որ Հայաստանում կան օլիգոպոլիաներ, բայց ես չգիտեմ Հայաստանում ընդհանրապես այս պահին օլիգարխներ կան թե ոչ, դուք ինչպես եք կարծում։ Մենք ունենք օլիգարխներ Հայաստանում։ Դժվար է ասել։ Ոչ թե հայկական իմաստով, ինչպես մեր ժողովուրդն է ասում, հա, ամեն մի $10 միլիոն ունեցող օլիգարխ է, մենք օլիգարխներ ունենք։ Մենք հիմա ես դա շուտ եմ ասել 18 թվականից հետո մենք կապիտալի վերաբաշխման գործընթացի մեջ ենք։ Այն որ մենք կամ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ազգային ժողովում օլիգարխներ չեն լինելու, ինքը պետք է հստակեցնի, այդ օլիգարխները չեն լինելու ընտրությունների շեմին, թե հաջորդ ընտրությունների շեմին, որովհետև այն մարդիկ, ովքեր այսօր մտնելու են ազգային ժողով, 5 տարի հետո ազգային ժողովից այլ մարդիկ են դուրս գալու։ Եվ այդ ազդեցությունը ինչպես է դրսևորվելու։ Մարդիկ, ովքեր ավելի շատ նման են լինելու օլիգարխների, թե եք ուզում ասել։ Դե օլիգարխիա դժվար ասել այն դասական առումով, օրինակ, եթե չի լինելու 15 հարուստ ընտանիք, որը ամբողջ Հայաստանին է տիրապետելու, այլ լինելու է 500 հարուստ ընտանիք, որը քաղաքական դաշտում լուրջ լծակներ է ունենալու եւ ազդի։ Դա օլիգարխիա է, թե չէ։ Որովհետեւ դեք երկու տարբերակ կա, հա, պետության տնտեսական մոդելը նախանշելու եւ ըստ այդմ շարժվելու։ Մի դեպքում դու ստեղծում ես մի քանի խոշոր կազմակերպություն կամ օլիգարխ կամ չօլիգարխ, որոնք ամբողջ տնտեսությունը տանում են իրենց հետևից, մյուս դեպքում դու ստեղծում ես կայուն փոքր ու միջին ձեռնարկատերերի շերտ, որը տնտեսության այդ ցնցումների ռիսկերը վերցնում է իր վրա։ Մենք այս պահին ոչ այն ունենք, որովհետև այն նրանք, ովքեր խոշոր կապիտալի տեր են, այդ խոշոր կապիտալը կամ հայկական չի, կամ կապիտալի տերը իր բնույթով ազգային չի, այսինքն ինքը սուբյեկտայնության դարձյալ գանք այդ կախում ունի լուրջ արտաքին գործոններից եւ դերակատարներից։ Այո, կամ էլ ինքը էլ արդեն այսպես ասենք, հա, ինքը քամին ոնց կփչի։ Դա խնդիր է, որովհետև եթե այդ խոշոր կապիտալը ազգային չի, այսինքն ինքը չունի ազգային մտածողություն, այդ կապիտալի տերերը իրանք
չեն պատկերացնում ինչ ասել է ազգային պետություն, ինչ ասել է իրավական պետություն, ինչ ասել է սուբյեկտ որպես միավոր միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների։ Այդ պետությունը ով է ստեղծելու այդ միավորներին, այսինքն այդ մարդկանց, այդ գիտությունը, այսինքն իրենք զուտ փող ունեն, որովհետեւ դրա հնարավորությունը եղել է։ Այդ Հասկանալի է։ Մյուս դեպքում փոքր ու միջին բիզնեսի վրա Հայաստանում առանձնապես մեծ շեշտադրում ոչ արվել է, ոչ էլ արվում է, ինչ էլ արվել է զուտ ձևական բնույթ է։ Դա քաղաքական միավոր չի ցանկացած դեպքում։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Միսկարյան, հետաքրքիր բովանդակային զրույցի համար։ Մեր հյուրն էր +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարգին Միսկարյանը։ Քիչ անց մենք կվերադառնանք եթեր եւ կշարունակենք մեր աշխատանքը։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ, մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Առաջինի եթերը շարունակում ենք տեսակապով, մեզ Վրաստանի Թբիլիսի մայրաքաղաքից է միացել բազմաց Վրաստան հասարակական կազմակերպության ղեկավար Արնոլդ Ստեփանյանը։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Բարև ձեզ։ Переходим на более привычный для нас язык общения, унаследованный нами от бывшего СССР. Вопрос такой, Арнольд. Вокруг армянской железной дороги складывается достаточно интересная, я бы сказал, пикантная ситуация. Сначала наша власть предложила России, Москве проложить 2 или даже 3 ветки в потенциале, связывающие нас с Азербайджаном, с Нахичеваном и с Турцией. И вот после того, как вице-премьер Аверчук изъявил готовность начать переговоры в этом направлении, премьер Пашинян заявил, что Армения думает и считает, что было бы более целесообразно, если бы российские партнеры продали свою концессию какой-либо третьей стороне, с которой у России есть и такие страны все еще хорошие отношения. Ну, например, Казахстану, возможно, Катару. Что такого произошло вокруг армянской железной дороги, что вынудило Николу Пашиняна столь резко поменять свое мнение? И я, например, ожидаю, что очень скоро последует еще одно заявление. И почему такие заявления звучат публично? Ну, если есть какие-то реальные переговоры с Россией, мне кажется, было бы целесообразно не озвучивать их, во всяком случае, всем. Давид, очень интересный, как всегда, вопрос, и ответов, я думаю, что может быть множество, и ни в один из них можно не попасть. Очень интересные события происходят и в мире, и в регионе, и вокруг, в частности, проекта ТРИП, потому что все, что касается сейчас дорог в Армении, Грузии, Азербайджане, это все про это. Ну, наверное, единственное, в чем невозможно ошибиться, это то, что когда переговоры и разговоры переходят в общественную плоскость, в публичную плоскость, то это значит, что та часть переговоров, которая ведется в коридорах, ну, она как бы зашла в тупик, и фактически стороны начинают общаться в воздух. Да? То есть в данном случае премьер Пашинян выражает мнение, которое, скорее всего, уже не приняли со стороны России.
Я не знаю, насколько возможно передать или не передать дороги, потому что, в принципе, юридически Россия, РЖД, управляет существующими и несуществующими ветками. По крайней мере, они думают, что они могут управлять несуществующими ветками, а как они управляют, то тоже видим, совсем не управляют, то есть никакого прогресса в этом. И если даже вы сравните железные дороги Грузии и Армении, то здесь огромная разница, так как грузинские железные дороги развивались за последние 20 лет здесь, и как армянские дороги под управлением РЖД развивались в Армении. Не развивались. Да, то есть это Советский Союз. То есть там даже доли того, что в России, скажем так, делается, да, РЖД делает в России, а доли этого не делает в Армении. И, конечно же, здесь вопрос, а зачем это все тогда? Зачем РЖД должна владеть теми дорогами, которые они, в принципе, скажем так, да, не развивают, никак и не нацелены развивать. Сейчас появился интерес, как видно, не только у РЖД, в России, само собой, но кроме России, у многих других стран с приходом проекта Трампа в Армению. Армения становится значимой страной, важной. И, конечно же, будут предприняты попытки для контроля этого коридора, частью которых является контроль над дорогами и над железными дорогами. Я думаю, что предстоят еще баталии в этом направлении, и они не только в области, скажем так, договора по железным дорогам. Россия пытается войти в проект ТРИП. Я думаю, что у них вряд ли это получится. Потому что, сама суть ТРИПа, она предполагает не вхождение туда России. Я, по крайней мере, надеюсь, что это так. Так что я думаю, что все у нас впереди. Мы будем посмотреть в будущем. Но здесь есть но. И я обсуждаю это тоже с коллегами. Проект ТРИП будет более устойчивым, если будут также контролироваться альтернативные пути север-юг, которые проходят по нашему региону. В частности, очень важно разговаривать не только по американцам, очень важно разговаривать не только по дорогам, которые сегодня существуют, не существуют, но потенциально могут существовать в течение нескольких месяцев, которые соединяют север с югом. Но и по Грузии также очень интересно, да, потому что это альтернативный путь до Грузии. И именно поэтому я задал вопрос об армянской железной дороге вам. Я не сомневаюсь. Это очевидно. Да, Давид, и очень важно, представьте себе, давайте простым языком скажем, проект ТРИП начал работать, грузы проходят по проекту ТРИП, и вдруг в другом месте появился альтернативный вариант, который и по тарифам дешевле, и кто-то в России не хочет по ТРИПу пускать грузы, и хочет пускать по другому альтернативному. Да? То есть цена ТРИПа начинает в этом направлении падать, потому что ТРИП это не только про Россию, да? ТРИП это про связь Запада со странами Средней Азии, как мы еще до сих пор называем их. Но в любом случае по направлению Россия, Турция и дальше цена проекта будет снижаться. То есть я думаю, что американцам было бы резонно говорить и об альтернативных дорогах. И здесь вовсе дело не в дружественных России странам, Катару, Казахстану или кому-либо еще, а в том, что сколькими ногами Америка входит в регион. Это одна нога, обе ноги. Сколькими руками входит, скажем так, да, и насколько мощно собираются стабилизировать регион для дальнейшей торговли. Так что я думаю, что поле переговоров, оно не только Армения, но и если еще не началось по Грузии, то очень скоро начнется. Сегодня грузинский президент Кавелашвили, выступая в парламенте с ежегодным посланием, заявил, что страны Запада рассматривают Грузию как часть своего геополитического проекта, в рамках которого республика должна выполнять конкретные установленные ими задачи. До этого председатель парламента Папуашвили заявил, что будь у ЕС возможность, Брюссель бы ввел в республику танки, чтобы насадить демократию.
На фоне подобных заявлений тот же Кавелашвили сегодня отметил, что для Грузии имеют очень большое значение отношения с США и Евросоюзом. И заявил, что Тбилиси зафиксировал готовность возобновить отношения с Вашингтоном с чистого листа. Я очень далек, на самом деле, от вот этой вот грузинской политики в рамках грузинской мечты, но я хочу понять, да, вот как человек, который наблюдает за ситуацией со стороны, зачем пачкать вот этот лист, который есть сегодня, он измаран, его изморали уже до невозможности, до неузнаваемости, чтобы потом пытаться и предлагать Вашингтону и Брюсселю начать отношения с чистого листа. В чем логика? Да, ведь я думаю, что у ребят просто все пошло не по плану, у ребят из грузинской мечты. И, в принципе, вся надежда была на приход Трампа. И вот как бы на начало интенсивного сотрудничества между Грузией и другого качества сотрудничества между Грузией и Соединенными Штатами, ну и, соответственно, уже с Европой, казалось достижимым. Вместе с этим и прогнозировалось и так далее, да, и уже цену знали, скорее всего. Но все пошло не так. Все пошло не так, ну, там появилась, скажем, Гренландия, там Южная Америка появилась, там с Европой конфликт появился у Трампа. И Грузии забыли. Да, ну, я думаю, что и не только забыли, здесь как бы подчеркнутый игнор. И как бы у ребят все пошло не по плану. Так что в той ситуации, в которой они оказались сейчас, да, нужно что-то делать, потому что очень сложно выжить в этом трясущем и турбулентном мире без сильного союзника. Все очень хорошо это все понимают. Естественно, нужен патрон, нужно государство, которое будет стабилизировать твое развитие, независимость, по крайней мере, стабилизировать, и с помощью этого, когда дает возможность развиваться. Самый хороший выход, так прагматично, если говорить, для наших стран нашего региона, это Соединенные Штаты Америки. По крайней мере, та страна, которая не хочет сделать себя своей губернией. Не знаю, что там с Гренландией, но в любом случае по нам таких планов нет, в отличие от России, планов России. Я думаю, что как бы осознание того, что с Америкой нужно дружить и дружить интенсивно, оно есть. Были визиты некоторых высокопоставленных чиновников грузинских в Америку совершенно недавно. Первый замминистра, замминистра не первый, а заместитель министра иностранных дел был там. Также был руководитель секрет-сервисов, секретной службы. Не знаю, как переводится на русский. Точное название не знаю, как переводится. И вроде бы заявляли о том, что были интенсивные встречи, были содержательные встречи, и какой-то первый шаг будет делаться совсем скоро. Но пока сложно говорить о том, какой это будет первый шаг, насколько Америка, какие условия, скажем так, Америка поставила для возобновления отношений. Однозначно условия были, они и есть. И насколько грузинская мечта будет готова идти на эти условия, я не исключаю, что вместе с Трипом интерес Америки, по логике, должен расти и Грузии, какие-то знаки они заметны, видны. Что касается условий, не исключаю, что они также, в частности, касаются и транспортных хабов. Я думаю, что мы совсем скоро об этом услышим, если они вот таковыми являются. У российского министра иностранных дел есть такой заместитель Михаил Галузин. Он очень часто вспоминает о нашем существовании Армении, предлагает нам вернуться во всех смыслах в ОДКБ, напоминает, чем нам грозит не самые развивающиеся отношения с Евразийским экономическим союзом. Попутно все это сопровождается и перемежается угрозами дипломатического характера. Есть и такие в лексиконе российского МИД. И вот сегодня он вспомнил о Грузии. Господин Галузин заявил, что грузинским властям стоит задуматься, сколь больших результатов можно было бы добиться при наличии дипотношений с Россией. Впрочем, это их дело, я сейчас цитирую. «Мы лишь хотим, чтобы в Тбилиси знали, Москва открыта к расширению сотрудничества там, где оно приносит обоюдную выгоду».
Это заявление как-то перекликается с теми заявлениями, которые делают господа Кавелашвили и Папуашвили, которые я процитировал? Давид, ну они заявления на самом деле делают уже в течение 2 лет последних. Они то перекликаются, то нет. Там, я не знаю, есть позиции, которые Грузия выражает, например, по отношению к Украине, то есть поддерживает независимость Украины и поддерживает, ну, как бы на уровне заявления, я говорю, да, на различных площадках международных украинские проекты, а не российские. Ну, было бы странно, если бы Грузия, я прошу прощения, имея Абхазию и Южную Осетию в виде неразрешенных конфликтов, придерживалась иной позиции в случае Украины. Давид, уже ничего не странно, если честно. Да, потому что все, что сейчас происходит в Грузии последние 2 года, это очень и очень странно. Да? Настолько странно, что уже не странно. Вот мы 2 года уже все, практически увидели все. Да. Все, что даже, скажем так, во сне не снилось. Все, что только могло быть алогично. Да? Да. Так что я как бы не удивляюсь абсолютно и не буду удивляться, если будет происходить дальше так. И если в один день, скажем так, власти сделают шаг, который, ну, очередной логичный шаг, да, на международной арене. Хотя все-таки определенная последовательность видна по отношению к России, по крайней мере, скажем. Официальная позиция, она не содержит в себе, даже ноток не содержит, которые говорили бы о сближении позиций Грузии с Россией по ряду вопросов. На практике ну, значит, мы становимся более зависимыми от России, там импорт, экспорт, продаем активы определенные, скажем, России, ну, в сфере энергетики, например. Слава богу, до военного сотрудничества еще не дошло, но в любом случае, вот пока так, скажем, с одной стороны держим позицию, с другой стороны даем России сферы, ну, доли в сферах стратегического значения. Ну, а что делать? Как бы, да, больше с Европейским Союзом и с Америкой отношения уже не те, деньги нужны, и как бы поддерживать определенную стабильность тоже нужно. Так что это понятно, то есть с прагматической точки зрения понятно. То есть заявление Галудина... Или нет, да, Россия старается делать определенные шаги по отношению к Грузии, которые, ну, перейдут тот барьер, который сами же и создали с Абхазией и Осетией, но грузинские власти не поддаются на это, потому что я думаю, что грузинским властям, совершенно точно нужны какие-то определенные четкие результаты, которые они могут продать электорату, которые они могут продать, ну, тому же Западу, сказать, что вот мы ради этого как бы все делали. По Абхазии и Осетии пока что этих, ну, кроме сплетен на разных уровнях, пока что не видно, что Россия готова что-то как бы сделать, маленький шажок назад в отношении 2 оккупированных территорий. Вот это вот... То есть разговор есть, говорит Галузин, говорит, но говорит. Вот это вот там, о котором он говорит, мы хотим, чтобы в Тбилиси знали, что Москва открыта к расширению союза там, где оно приносит обоюдную выгоду. У вас есть какие-то представления, где это там, которое может приносить обоюдную выгоду Грузии и России? Ну, наверное, там для них и там для Грузии это как бы это разные там. Да, разные там. И, конечно же, Галузин говорит про там со стороны России, да. Там со стороны России это продолжение этой же политики, как бы политики выдавливания Запада с Грузией, политики контроля стратегических сфер, энергетика, транспорт и так далее. Там для Грузии это, конечно же, возвращение Абхазии и Южной Осетии прежде всего. Потому что я думаю, что эти разные там, как бы они нигде не перекликаются. Пока что. Благодарю вас, Арнольд, и хорошего вам вечера. Взаимно. Спасибо большое за интерес. Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով Վրաստանի Թբիլիսի մայրաքաղաքից, բազմազգ Վրաստան հասարակական կազմակերպության ղեկավար Արնոլդ Ստեփանյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսպեսին էին այսօրվա մանրամասները, կհանդիպենք։
Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ։ Մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։